Մեր երկիրը կոռուպցիոն իմաստով զավթված է եղել, միայն իշխանությունը չէ, երկիրը։ Եվ այդ զավթման համակարգում բացի ուժայինները, դո չգիտեմ ոստիկանությունը, ընտրակեղծարարները, տատախազությունը, տատարանները անպայման ներքաշված է եղել պետ եկամուտների կոմիտեն վերից վար։ Երևի այնտեղ մենակ ով ասեմ հավաքարարը ու երևի մի 200 հոգի է, որ կապ չեն ունեցել փայերի, կաշառքների, տալիք առնելիքների բաների հետ։ Բա մաքրեիք այդ համակարգը։ Ձև չկար, առաջին անգամ է, հա, պետեկամուտների կոմիտեն մոլորակի վրա կամ եկամուտներ ապահովող կամ հարկային մարմինը առաջին անգամ է մոլորակի վրա դիտվել, որ կարող է լինել կոռումպացված, ուրիշ երկրներ չկային, քանի երկիր է իր առաջարկությունն ու օգնությունը առաջարկել, թե ինչով օգնենք էլի, որ դուք ունենաք նորմալ արդարադատություն, իրավապահ համակարգ, նորմալ հարկային մաքսային մարմիններ եւ այլն եւ այլն։ Ովքեր չեն հավատում, որ պետեկամուտների կոմիտեն եղել է պետության զավթման համակարգի կառուցման գործիքներից մեկը, ես մի 4-5 գործիք թվարկեցի, հաստատ այդ 5-ից մեկն է։ Եթե չասեմ երկրորդը։ Ընտրությունը կեղծելուց հետո դա է, էլի։ Երբ որ աշկերտ փակում ես ապօրինության վրա, կաշառք ես վերցրում ապօրինության դիմաց, մոնոպոլիաներ ես թույլ տալիս, ներկրում են այսքան ուրեմն թանկարժեք ապրանք, դու կրում ես էժանոց ապրանք, կոֆե են ներկրում, դու բրինձ ես կրում եւ այլն։ Ինչպես կարող է Հայաստանը ներկրել ավելի քիչ բանան, քան արտահանել։ Իրական բան եմ ասում։ 10 քանի տարվա առաջվա դեպք է վիճակագրության մեջ ուշադիր չեն եղել, որ այդ թվերը զռռում են, այսինքն եթե կա համակարգային կոռուպցիա, վիճակագրությունը ղժում է վրետ։ Բացում ես վիճակագրական երկու թիվես նայում, չի կարող, չէ, Հայաստան ներկրվել ավելի քիչ բանան, այն որ կլպում են, եւ արտահանվել ավելի շատ։ Այդ նշանակում է, որ Հայաստանում բանան են արտադրում, էլի, կերազները չհաշված ժողովրդի, էլի, հա։ Հիմա եթե այդ համակարգը չի մաքրել պարոն Փաշինյան ու նման դեպքի հետ գործ ունենք, բանը, այն մնացած համակարգերը դե բնականաբար ինչքան որ հաջողվել է, էլի, հա, ասենք, տղա են էլի թող աշխատեն կամ աղջիկ են էլի թող շանսը օգտագործեն, բարեփոխվեն, անջատեն։ Այս կինոյի հետ գործ ունենք, էլի մենք ստեղ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։